Բարի օր ձեզ, հարգելի հետևորդներ ջան, գնանք դուրս, տեսնենք, դրսում ոնց որ եղանակը փոխվեց, արև չկա, մի փոքր էլ քամի կա, երևի նորից ուզում է անձրև գա։ Ճնճղուկներից են։ Հարգելիներս, նայեք, լիմոնա, լրիվ տերևաթափ ա եղել տանը, լրիվ տերևաթափ ա եղել, ես էլ կտրել եմ ճյուղերը, որ թարմանա, հեսա փոքրիկ դուրս ա եկել, բայց երևի հենց ընդհանուր սահանեմ, ամանի մեջ լրիվ ուրիշ ծաղիկ տնկեմ։ Շատ ա մեծացել, բայց դե հələ տեսեք, որ ինքը լրիվ չորացած վիճակ ա։ Այստեղ ծաղիկ ունեմ, նոր եմ լվացել։ Բոլոր բակս սիրուն լվացել եմ, մաքրել եմ։ Արամիկիս հեծանիվը։ Արդեն սեղան եմ հանել դուրսը, հարգելի հետևորդներ ջան, որ այսուհետ սրճեմ հենց մեր բակում, այստեղ։ Հարգելիներս, որոշեցի պատրաստեմ այսօր մեղրով տորտ։ Երկու բաժին եմ պատրաստում, մեկը փշուր կանենք, իսկ մյուսն է գլազուր։ Եվ ինչա ինձ հարկավոր, հարկավոր է ձու, շաքարավազ, ձեթ, հենց սենց ամբողջությամբ ձեթը լցնում եմ, որովհետև երկու բաժին եմ պատրաստում։ Ինչ անում եմ, միանգամից սենց մեծ ամանի մեջ եմ պատրաստելու, էլ առանձին չեմ անելու։ Եվ անհրաժեշտ է թխրեցուցիչ, մեղր եւ ամենավերջում ալյուր, հարգելիներս։ Դե հիմա նախապես ես արդեն ջուրը դրել եմ գազօջախին, որ եռա ու կարողանամ սենց ամանը դնեմ կաթսայի վրա ու սկսեմ խառնելը։ Դե ինչ, սկսեմ հիմա սկզբից ջարդեմ ձուն շաքարավազի հետ, լավ հարեմ, նոր անցնեմ մնացածին, հարգելիներս։ Պետք է ջարդեմ 10 հատ ձու երկու բաժնի համար, բայց այստեղ ունեմ 9 հատ ձու, հարգելիներս, հենց կպատրաստեմ 9 ձվով։ Հիմա ձեռքերս սրբեմ, լցնում եմ շաքարավազ, 2 բաժակ է շաքարավազ, մի քիչ ավելի
կհարենք, նոր կլցնենք մնացածը։ Իմ մամաս էր շատ պատրաստում, հարգելիներս։ Իմ մամաս էր շատ լավ խմորեղեններ ա թխել, ես որ փոքր էի միշտ հիշում էի, բոլորի համար թխում էր, ամանորի օրը միշտ մորաքրոջս համար, չգիտեմ, հարևանների համար միշտ համով խմորեղեններ էր թխում։ Հենց այս խմորեղենն էլ իմ մանկության խմորեղեններից է։ Մենք ավելի շատ սիրում էինք, որ գլազոր էր վրեն, այն շրովին չէինք սիրում։ Հետո որ մեծացանք, նոր սկսեցինք սիրելը, բայց միշտ սիրել ենք հենց, ասում էինք սև կրեմով չկա, տենց էինք ասում, փոքր էինք։ Ու հիմա էլ ամենասիրած խմորեղենն է, բոլորս էլ սիրում ենք։ Լավ ծփեմ։ Հիմա կավելացնեմ ձիթայուղը, մեղր կլցնեմ, դե երկու քթալ էլ մեղր պետք է լցնեմ, կողքերից լցնեմ, որ մեղրամոմ չլինի, որտեղ մեղրամոմով է, ներվի այսքանը բավական է, սա տնենք լվացարան մի կողերանը, ձերքերս նրանը, նորից լավ կխառնեմ և կտնենք գոլորշու վրա։ Սոդան հիմա չեմ լցնում, սոդան վերջում ընթացքում խառնելուց նոր կլցնեմ։ Մեկ էլ փխրեցուցիչը, համ սոդա եմ լցնում, համ էլ մի փոքր փխրեցուցիչ, հարգելիներս։ Հիմա մի քիչ էլ ավելացնենք վանիլին, և դնեմ գազ օջախի, ես սենց բարձրացնեմ, որ հարմար լինի, տեսեք ինչ լավ փրփրել է, հələ տեղել ունի հարգելիներս, հələ շուտ է որ վերցնեմ գոլորշու վրայից, բայց ջուրը լավ եղում է։ Այդպիսի բան էր։
կանգնվեց իրար ամպերը։ Նորից անձրև ա տված։ Ամբողջ ծիրանը ավիրեց։ Հələ տեսեք խնձորենին ինչ լավ ծաղկել է։ Անցած տարի էլ հարգելիներս այնքան լավ խնձորեր բռնել, մարգա խնձորներ, չէ կներեք, շաքար խնձորներ են կոչվում, չնայած որ մարգա խնձոր էլ ունեն, ծաղկել է, փոքրած չի երևում, որ ստից ցույց տամ, թզուկ ծառեր են, բայց շաքար խնձորները 2 հատ ունեմ, շատ լավ բռնել է ու շատ համով քաղցր խնձորներ է։ Հիմա սոդան եմ լցնում, հարգելիներս 2 կթալ է սոդան, թեյ կթալ։ Նորից լավ խառնեմ, արդեն գույնը կփոխվի։ Տեսեք ինչ լավ փրփրեց, հեսա մի 2 րոպե կխառնեմ ու կվերցնեմ, արդեն ալյուր կլցնեմ։ Արդեն վերցրեցի գոլորշու վրայից, հիմա մի փոքր թխեցուցիչ լցնեմ, խառնեմ ու արդեն սկսեմ ալյուրով աշխատել։ Շատ չեմ լցնում, այսինքն։ Հիմա լցնեմ ալյուրը։ Ալյուրը նախապես մաղել եմ, նոր լցրել եմ ամանի մեջ, հարգելիներս։ Այսպես ծփիչով մի քիչ կխառնենք, հետո կլցնեմ ընդհանուր տախտակի վրա, նոր կշաղեմ։ Մաքրենք, որովհետև գոլորշուից թացացավ այստեղ, ահա, հիմա ալյուրը լցնենք, լավ, հարգելիներս, հիմա պետք է անջատեմ հեռախոսը, այս բոլորը շաղեմ, միասին նոր
գնդերը ցույց կտամ։ Այս բոլորը անեմ կադրից դուրս, որովհետև ձեռքերս համ ալյուր կլինի, համ խմոր չեմ կարողանա անդադ հեռախոսը ես միացնեմ, անջատեմ։ Ներող կլինեք։ Ինքան լավ փափուկ խմոր է, այլ հարգելներս չկարողացա, միացրեցի, որ դուք էլ տեսնեք, թեկուզ ալյուրո ձեռքերով շատ փափուկ փուխր խմոր է, էլի լնա։ Հիմա կնդեմ։ Ալյուրը շատ անենք, որ կրտնակելուց հանկարծ չկտրվի։ Նորից ալյուր բերենք էստեղ։ Տեսնենք քանի գունդ է։ 6-7 գունդ։ Բայց որ երևի 10 ձու լիներ, հարգելներս, դե 9 ձվով եմ արել, չգիտեմ, ստացվել է 7 գունդ։ Կարող գնդերն էլ եմ մեծ արել, գունդ կա մեծ եմ արել, հեսա տեսնեմ։ 4 պետք է լինի, որ չնայած, որ սինիներս մեծ սինի եմ վերցրել, կարամ փոքրացնեմ, փոքր սինիով անեմ։ Ուրեմն ստացվեց հարգելներս, 1, 2, 3, 6, 7 գունդ, բայց պետք է սարքեմ 8 գունդ, որ հավասար լինի։ Փոքր սինիով կանեմ, ջեռոցի սինիներից ես մեծը վերցրեցի։ Հիմա այսպես կողքերից կկտրեմ, հավասար թող լինի, որ 4 կարողանամ կրեմով սիրում։ Գնդեր կա, որ մեծ եմ արել։ Երևի արդեն դզեցինք 8 գունդ։ Այսպես, ժողովուրդ ջան, հիմա այստեղ հավաքեմ, գնդերը դնեմ մի քիչ ենքում, որ կարողանամ այսքան տեղը գրտնակով բացել։ Հիմա գնդեմ, ես մի հատ հարգելներս կադրից դուրս մի հատ գունդ խեցի, ասի տեսնեմ հլը ոնց է ստացվում, շատ լավ ստացվեց, դրա համար հիմա այսպես սիրում արխային կրտնակեմ ու խեմ։ Պետք է ալյուրը շատ անեմ, որովհետև շատ փափուկ խմորը շուտ իրարից առանձնանում է։ Այսպես անենք, որպեսզի սինի վրա մի փոքր ալյուր եմ անում սինի նոր, հետո դնում եմ լիստը։ Այսպես անեմ։
Սա կթխենք փշուրի համար, որպեսզի փշուր ունենանք վրան լցնելու համար։ Այսպես, սենց եմ թխում հարգելիներս, ես ինի հակառակ կողմով եմ թխում։ Այսքան բավական է, բացեմ, միջև ջեռոցից կհանեմ, նոր կբացեմ կդնեմ, որպեսզի չեմ ուզում բացեմ, որ չկպնի տախտակի վրա։ Սպասեք, սա թխվի։ Հարգելիներս նայեք, այ այսպես է թխվել, տեսեք ինչ լավ թխվել է, սենց մոտիկ բերեմ։ Հիմա սա էլ հանեմ, որ արդեն մնացածը կնդեմ։ Դե նայեք ժողովուրդ ջան, տեսեք ինչ սիրուն հավեսի թղթլիկ լիստեր է ստացվել։ Դե բնականաբար, սենց պետք է կողքերը լինի, սա կկտրեմ, կհեռացնեմ դանակով, 8 հատ լիստ։ Տեսեք ինչ լավ լիստեր այլ է, հիմա այն կտորներն էլ, որ ասացի փշուր պետք անեն, դա էլ դրել եմ ջեռոցը, դա էլ թխեմ վերջացնեմ հարգելիներս, ուրեմն սա դնում եմ մի կողմ, հիմա էլ պատրաստում եմ սարեսնովի, այստեղ սարցարանից սարեսնովի խմոր եմ հանել, սա էլ ուզում եմ նապոլեոն պատրաստեմ։ Էլենս դաշնամուր է նվագում, հիմա էլ որ գնա դաշնամուրի, նոր է եկել դպրոցից, հիմա էլ փորձ է անում, որ դաշնամուրով ուզում է նվագի, որ գնա հիմա էլ դաշնամուրի խմբակի, նոր է տուն եկել երեխան։ Սա էլ հազիվ ալյուրի մեջ թաթախված են։ Սա էլ անեմ վերջացնեմ։ Հիմա էլ սա կտրեմ դնեմ։
հեռացնենք, էլի փշուր կանենք, Սա էլ լիստերն է, նոր թխեցի, հանեցի, հիմա սա էլ կրեմ կքսեմ, սրանք էլ փշուրներն է։ Արգելներից 2 բաժակ կաթա, հիմա կավելացնեմ շաքարավազ, որ տնեմ գազօջախի։ Կխառնեմ լավ, կավելացնեմ ալյուր, մեկ, 2 կտալ ալյուր, մի կտալ լցնեմ, լավ կծփեմ, որպեսզի գնդիկներ չմնա, նոր կդնեմ գազօջախին ու կխառնեմ։ Այնքան խառնենք, մինչև թանձրանա։ Ժողովուրդ ջան, տեսեք ինչ լավ կրեմ այլ է, էփովի կրեմ։ Դրել եմ այստեղ պատուհանի կոկին, որպեսզի շուտ սառի։ Փիսիկն էլ հոտ առե, եկել է։ Սենց խառնեմ, թող շուտ սառի։ Հիմա գնամ կարագը հարեմ, միջև սառի։ Նայեք, կրեմն էլ պատրաստեցի։ Բոլորը մաքրել եմ շերտերը, վրեն ալյուրներ կար, որ թավայի մեջ, սինիի մեջ ալյուր եմ արել, նոր եմ դրել։ Մի փոքր ալյուր կար լիստերին, բայց ես դա մաքրեցի, հավաքեմ։
Կրեմն էլ է, նենց համով կրեմ աստացվե, առանց ձվի էփեցի։ Ես մի շերտը սենց հավաքեմ։ Ամբողջ խոհանոցս էլ ալյուր հրել է։ Բրծնեմ մի հատ է լավ մաքրազարդ եմ սիրում։ Սա էլ էսպես։ Հիմա երրորդ շերտը վայ ցած կդնեմ, ոչինչ։ Ինքան նուրբ շերտեր այլ է։ Հարգելիներս նուրբ։ Սա երրորդ շերտն է։ Երևի բոլորն էլ սիրում են այս խմորեղենները, մեղրով տորթը։ Բոլորի սիրած խմորեղենն է։ Ու ժամանակատար խմորեղենը, ժողովուրդ ջան։ Այսպես։ Հիմա դնենք վերջի շերտը։ Չգիտեմ ոնց հայերևում, ժողովուրդ ջան, երևի այսպես դե կողքերը կկտրեմ, հեսա կրեմը կքսեմ, կվերջացնեմ, սա էլ լցնենք, որ փշուր անենք, վրան ես արդեն փշրանքը պատրաստել եմ, Հեսա թորնիկներս տենան, կասեն, տատի, բամեզի չես ուղարկում մենք էլ ուտենք, հարամիկս անպայման կասի, կամ էլ կզանգի կասի, տատի, բա չես կանչում կանք ձեր տուն խմորեղեն ուտենք, թխվածք ուտենք, ժողովուրդ ջան, Այսը տենց հիմա փշուրն էլ անեմ, փշուրն պատրաստել եմ, դե ավելցուկներն էլ սա կողքերի թխեցի,
որ գերներ մաքրեմ, այսպես ժողովուրդ ջան։ Հետո սրանք, հարգելի հետևորդներ ջան, պետք է մի քիչ անցնի, բոլորը կտրատեմ, որ դնեմ ամանների մեջ դնեմ սառնարանում։ Սենց չեմ կարա, որ երկար պահեմ, դե երկար պահելը ո՞րն է, ոնց էլ չլինի, խոսքի այսօր չեն կարող ուտել վերջացնել, պիտի անպայման դնեմ սառնարանը, դրա համար պետք է սիրուն կտրատեմ, իմ խմորեղենի ամանների մեջ սիրուն դասավորեմ և դնեմ սառնարանը, սա դնեմ մի կողմ, հիմա սկսեմ մյուս շերտերը դասավորեմ։ Երկրորդ շերտերն էլ արդեն բոլորը սիրուն կրեմով դասավորեցի արգելներս, հիմա սա էլ լցնում եմ ջնարա։ Սա էլ վերջացրեցի, հարգելիներս։ Հիմա էլ ուզում եմ այս Նապոլեոնի լիստերն էլ, հարգելիներս, նույն կրեմով, նորից չեմ ուզում կրեմ պատրաստեմ, հենց այս նույն կրեմով, այ թափեցի, այս բոլորը կցնեմ։ Հիմա մի հատ փոքրիկ դանակ վերցնեմ, այսպես կրեմով կկպցնեմ երևի։ Հետո նոր փշուրը կանեմ, սրա փշուրներն էլ ունեմ։ Այսպես։ Այսպես կանեմ, հեսա բոլորը կքսեմ, հետո նոր փշուր կանեմ, ժողովուրդ ջան, այսպես։ Ժողովուրդ ջան, սա էլ Նապոլեոնը, դել տենց ցույց չտվեցի, բայց դա արդեն կրեմն էլ քսեցի, փշրանքներն էլ արեցի, սա էլ վերջացրեցի, կրեմը քսեցի, սիրուն իրան նախշեցի, հիմա էլ անցնեմ խոհանոցս նախշեմ։ Վերջացրեցի հարգելիներս,
Դե այսօր էլ այսքանը։ Այսքանով ավարտեմ իմ այսօրվա տեսահոլովակը։ Շատ համեղ և փափուկ խմորեղեն էր ստացվել այսօրվա իմ պատրաստած մեղրով տորթը, սիրելիներս։ Եվ նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորից, հարգելիներս։ Եվ ովքեր որ նոր են միացել մեր ալիքին, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակ կոճակը և ձեր գեղեցիկ մեկնաբանություններով ուրախացրեք մեզ։ Եվ ժամանակն է, որ Արմաշի համը ձեզ մաղթի բարի և խաղաղ գիշեր։